Սիրելի հայրենակիցներ, պաշտոնական վիճակագրության համաձայն 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ գրանցվել է ժողովրդագրական բոլոր ցուցանիշների գծով իրավիճակի էական վատացում։ Ի դեպ, այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին, որի առանցքային պատճառներից մեկը շարունակում է մնալ սոցիալականը։ Հիմա մի քանի հատկանշական պաշտոնական վիճակագրական տվյալներ, որը վերաբերում է միայն այս տարվան։ Բնակչության կենսունակության գործակիցը, այսինքն ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերությունը նվազել է 9%-ային կետով և դրա պատճառով է նաև, որ բնակչության բնական հավելաճը, այսինքն ծնվածների թվաքանակից հանած մահացածների թվաքանակ նվազել է այս անգամ արդեն 32%-ով։ Ամուսնությունների թիվն էլ նվազել է 14%-ով, դժբախտաբար մոտ 5%-ով էլ ավելացել են ամուսնալուծությունների թիվը։ Ծնվածների թվաքանակը նվազել է, եթե բացարձակ թվով ասենք, շուրջ 1400-ով։ Սա էական բացասական ցուցանիշ է, եթե նկատի առնենք, որ նաև մահացածների թվաքանակն է աճում և աճը 140-ով։ Կարծում եմ մտահոգիչը մանկամահացության ցուցանիշն է։ Բազմաթիվ անգամներ այստեղ նաև այս ամբիոնից խոսել են այդ մասին, իբրև ծրագրեր են բերում, էս են անում, են անում, լսած կլինեք, բայց 0-ից 4 տարեկան երեխաների մայրի դեպքը աճել է շուրջ 10%-ով։ Միգրացիայի վերաբերյալ։ Միգրացիայի ցուցանիշը բնութագրվում է նաև սահմանահատման ցուցանիշով։ 5210 մարդ Հայաստանի Հանրապետության փաստաթղթերով ավելի շատ է դուրս եկել Հայաստանից, քան վերադարձել է Հայաստան։ Խոստանում էին ժողովրդագրական իրավիճակի բեկումնային լավացում, baby boom էին խոստանում, հայրենադարձություն, 5-6 միլիոնի էին խոստանում հասցնեն Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը։ Փաստը հետևյալն է. վարվող հակասոցիալական քաղաքականության հետևանքով սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր հայրենակիցների կյանքի որակ այս իշխանության օրոք գնալով վատանում է, ինչը հանգեցնում է բնականաբար և ամուսնությունների թվի կրճատման, և ամուսնալուծությունների աճի սոցիալական հողի վրա, և որպես հետևանք նաև կրճատվում են ծնվածների թվաքանակը, ավելանում է մահացությունը, այդ թվում մանկամահացությունը, և սա, այո, մի օր բերելու է ժողովրդագրական աղետի։